Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումից հետո գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը։ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների եւ աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն այս տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել եւ էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։ Միաժամանակ համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել եւ որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովել են 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334 միլիարդ դրամով կամ 14%-ով։ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրիլիոն 720 միլիարդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի եւ տուրքերի փաստացի մուտքը կազմել 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված 2 տրիլիոն 729 միլիարդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 99.8%։ Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ հարկերի եւ տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաեւ 2026-ից 2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում եւ 2026 թվականի բյուջետային ուղերձ բացատրագրում արտացոլված 2025 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսել է կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝ մաքսատուրքի արտոնության մասին։ Ինչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում։ Այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում եւ ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից։ Նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել, 3405 աշխատատեղ է ստեղծվել, եւ ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնի, ցանկացած առանց բացառության։ Նախորդ տարվա արդյունքների մասին նշեմ, որ 100 միլիոն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել։ Այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտներ եւ 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որ 100 միլիոն 500 հազարը մնար Հայաստանի Հանրապետությունում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը։